Լիլան Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար ծրագիրը այս տարի գործել է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի 7 խոշորացված համայնքներում, միավորելով տնտեսական զարգացումն ու բնապահպանական աշխատանքները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի խոսքով Հայաստանի բնական ռեսուրսներն ու մշակութային ժառանգությունը ստեղծում են էկոտուրիզմի զարգացման լայն հնարավորություններ։ Նա ընդգծել է, որ մարզերի հավասարաչափ զարգացումը ոլորտի առաջնահերթ ուղղություններից է։ Մարզերի հավասարաչափ զարգացումը ուղղակի անքննելի ճշմարտություն է եւ կարծում ենք, որ Երևանից դուրս մենք ունենք շատ մեծ չիրացված ներուժ։ Ըստ Գևորգյանի, Հայաստանը կարող է դիրքավորվել որպես կայուն զբոսաշրջության երկիր։ Լիլա ծրագիրը մեծապես խթանել է էկոբակերի, գաստրոբակերի, քայլարշավային ուղղությունների եւ նոր տուրիստական արտադրանքի ստեղծումը։ Գևորգյանը կարևորել է նաեւ ծրագրերի շարունակական վերահսկողությունը։ Ես կարծում եմ, որ ծրագրերը պետք է չլինեն կարճաժամկետ, պետք է լինեն երկարաժամկետ եւ ամեն ծրագիր իր հետ պետք է ունենա ստացված արդյունքներին հետևելու գոնե երամյա կամ հնգամյա ծրագրեր։ Սա նպաստում է, որ այն բիզնեսը, որ հիմնադրվել է կամ ստացել է աջակցություն պետական կամ միջազգային դոնորի կողմից, պարտավորված իրեն զգա եւ միգուցե սկզբի տարին ցանկացած բիզնեսը սկզբնական փուլում ունեն մեծ դժվարություններ, բայց առաջին 2 տարին հանձնվելու դեպքում վստահ եմ, որ այդ բիզնեսը չի աշխատելու։ Նրա խոսքով կոմիտեն առաջիկայում նախատեսում է ստեղծել B2B հարթակ մարզային տուրիստական արտադրանքի եւ Երևանի խոշոր տուրօպերատորների գործակցությունը խթանելու համար։ Բնության համաշխարհային հայաստանյան գրասենյակի տնօրեն Լևոն Աղասյանը նշել է, որ ծրագրի տարածքների ընտրությունը հիմնված է եղել համայնքային բնապահպանական տարածքների արդեն ձևավորված շրջանակի վրա։ Բնապահպանությունը առանց սոցիալ-տնտեսական խնդիրների, առանց այդ խնդիրների լուծման անհնար է իրականացնել, քանի որ իրենք շատ փոխկապակցված են մեկը մյուսին, այսինքն ձեր կողմից նշված համայնքները ընտրվել են հենց այդ էկոմիջոցների ծրագրի շրջանակներից բխելու հետևանքով։ Նրա խոսքով առանց համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման բնապահպանական արդյունք ստանալը դժվար է։ Աղասյանը վստահեցրել է, որ բնության համաշխարհային հայաստանյան գրասենյակը շարունակելու է աջակցել առավել ակտիվ եւ արդյունավետ աշխատող համայնքներին, նաեւ նոր ծրագրերի շրջանակում։ Բանախոսների գնահատմամբ ծրագիրը դարձել է մարզային զարգացման արդյունավետ մոդել, որի շարունակականությունն ապահովելու հիմնական գործոնը տեղական բիզնեսների ամրապնդումն է եւ համայնք, պետություն, մասնավոր հատված միջազգային գործընկեր գործակցությունը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։